քանի որ սրանք ոչ միայն արտաքին չարիք են բերել մեր գլխին, ամբողջ ներսն են քանդել այս 8 տարվա ընթացքում։ Դրա համար մենք միասին պետք է օգտագործենք ամենալավ շրջաների պոտենցիալը։ Մենք հիմա Հրազդանում, չգիտեմ, հրազդանցիները տեղյակ են, մեծ ծրագիր են անում, նոր տեցեր են կառուցում, մեկը հիմա բացում են, քանի որ տարիներ շարունակ արդեն աշխարհը, չգիտեմ ուր է հասել, իրենք ոչ մեկը ոչ մի ներդրում չի արել, որ ինչ-որ փոփոխություն անի, իսկ սրանք արդեն այնքան հետ են մնացել, որ միշտ ունենալու ենք թանկ հոսանք, թանկ գազ, թանկ էլեկտրականություն, դրա համար մենք քայլեր ենք անում, որ գոնե հավասարակշռությունը պահպանենք։ Շատ մեծ տնտեսական գոտի ենք սարքում Հրազդանում, հիմա Հայաստանի ամենամեծ մետալուրգիական գործարանն ենք երևի մի ամսվա ընթացքում բացում, դրա համար մենք Հրազդանի մասով ունենք շատ լուրջ ծրագրեր, որպեսզի ժողովուրդը ունենան արժանապատիվ աշխատատեղեր, նորմալ աշխատավարձներ ստանան ու հույսները չդնեն, թե սրանք ընտրությունից ընտրություն մի 10,000 դրամով խապեն ժողովրդին, կամ դեղերը 2-3 անգամ թանկ ծախում են, բերում են իրենց գռդոնը անում են, բոլորով միասին, հետո ասում են մենք դեղերի համար մի քիչ ինչ-որ արտոնություններ ենք տալիս, դուք դեղերը բերեք ճիշտ գներով վաճառեք, մարդիկ իրենք ի վիճակի գնեն, իսկ մենք ասում ենք, որ մենք միանգամից ենք իջեցնելու, մենք այդ հարցը լուրջ կուսումնասիրենք, որ մարդիկ, մեր ծերերը արժանապատիվ կյանք ունենան։ Նույն Չարենցավանում, դուք հիշում եք ինչ արտադրական պոտենցիալներ մենք ունեինք, այսօր նույնիսկ 10%-ը չի աշխատում, սրանք ոչ մի հնարավորություն չունեն, ինչ-որ ձևի զարգացնեն, մտածեն մարդկանց մասին, բայց ամեն ինչ սկսվում է տնտեսությունից, եթե մենք կարողանում ենք կարգավորենք տնտեսությունը, մենք կարողանալու ենք ունենանք ուժեղ բանակ, մենք կարողանալու ենք պաշտպանենք մենք ինքներս մեզ, էլ թույլ չենք տալու, որ Ալիևը երբ զարթնի փռշտա, սրանք էլ բոլորը սկսում են այդ փռշտոցների տակ արձագանքել ու հարձակվել մեր մայրերի վրա, մեր ընկերների վրա,